Դե Ռուսեն երևի հասնում է։ Ռուսենն են 2021 թվականին Փաշինյանով հիացած։ Իրենք են պատվիրակություն հետևից ուղարկում, իրենք են իրան համարում վստահելի գործընկեր, այլ ուրիշ բաներ չասեմ։ Եթե Փաշինյանը կարողացել է այսքան հակառուսական քայլեր անել, ու դեռ մի հատ էլ կանգնել ասել ես ու Պուտինն ունենք շատ լավ հարաբերություններ, ես կարամ ծափարեմ միայն Փաշինյանին։ Լուրջ եմ ասում։ Ես չգիտեմ երկրորդ այլ պետության ղեկավար, որը տենց երկակի խաղեր խաղելով կարողանում է իր պետության ներսում, իր թիմի հետ միասին, իր դաշնակցի վարկանիշը զրոյացնել։ Բայց հետո կա նաև Ռուսաստանի մեղավորությունը, ես չեմ ուզում Ռուսների մասին շատ խոսեմ, իրենք իրեն շահեր կստակի, ես գիտեք, ես հայ-ռուսական դաշնակցության կողմնակից եմ, միշտեղ էլ ու կամ բոլոր խնդիրներով հանդերձ։ Բայց բերեք մեր ոչխարներից խոսակ, մեր խնդիրներից խոսակ։ Ռուսաստանն իր շահն ունի, Միացյալ Նահանգներն իր շահ ունեն, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետությունը գործունից գործիքի վերածելու գործընթացով։ Իրանք Հայաստանը սուբյեկտից ժաննաժան վեր են ասում օբյեկտի։ Հայաստանն ունեցել է մի քանի կարևորագույն գործոն լինելու բաղադրիչ, առաջինն եղել է հայկական Արցախը, գոյություն չունի, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ, երկրորդն եղել է անխոչնդոտ ճանապարհն ու ճանապարհի 100% վերահսկողությունը Իրանի հետ, Սյունիքում, փաստացի հետո ամերիկացիք մտան, միգուցե նաև թուրքերը մտնեն, այդ էլ չկա, այդ Սյունիքի գործոնն էլ։ Երրորդը հայոց ատոմակայանը, որը արդեն ցանկացել է մոդուլայիններից խոսել, իսկ ուզում եմ սա մի հատ շատ կարևոր բան ասեմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ջանք ու երան չեն խնայում փակել տալու հայոց ատոմակայանը, հայկական ատոմակայանը։ Չորրորդը մեր եկեղեցին, որ եղել է համահայկական կառույց, համաշխարհային կառույց ցայցային, եւ այս մարդը եկեղեցին փաստացի եկեղեցու ղեկավարությանը աստծոյցալին, ասենք ծայրահեղական կրոնավորների հետ համեմատում, դա խայտառակություն է։ Ֆինանսները դրանով իսկ ընդունելով, որ իր պայքարը եկեղեցու դեմ ունի քաղաքական աստար, քաղաքական բովանդակություն։ Այդ սուր բաները, որ ասում են քրիստոնեական, բարոյախոսություն, աման չէ, փաստացի եւ 5-րդը ռուսական ռազմաբազան։ Էսա սահկանեն Սահմանադրությամբ, այն որ Ալեն Սիմոնյանը գնում է Մոսկվա, ասում է, մենք ոչ ես բլոկում ենք, ոչ են բլոկում ենք։ Նես չէ, որ իրանք հավասարության նշան են Եվրոպայի ու Ռուսաստանի, իրանց համար Ռուսաստանից վաղուց ասեն դա սվիդանիա, պրաշայ։ Թող նրանք այնտեղ Մոսկվայում հələ հույսեր կապեն սրանց հետ։ Սահմանադրական փոփոխություններով իմ կարծիքով կամ նոր սահմանությամբ Հայաստանին տրվելու է չեզոք երկրի կամ արտաբլոկային երկրի կարգավիճակ։ Իսկ Հայաստանը հայտարարվելու է երկիր, որը չի մտնում ոչ մի ռազմական բլոկների մեջ։ Թուրքիայի հետ խաղաղությունը, Ադրբեջանի հետ խաղաղությունը, ռուսներն ասել են այս բազան ըստ ինչ անեմ ախպեր։ Մեր սահմանադրությամբ բա մենք ինքնիշխան չէ Վլադիմիր Վլադիմիրովիչ, դու էլ ես չէ ասել, այո, երեք Զախարովան էլ ասես, բոլորը էլ չէ։ Դե մեր սահմանադրությամբ մենք արտադաշինքային երկիր ենք, փասափուսեկները թավակեք գնացեք։